Այո, սկյանքի սենյակը, որ կենցաղային ռեաբիլիտացիա կենցաղային հմտությունները կարողանան վերականգնել իրենց վնասվածքներից հետո վերականգնողական բուժման նպատակը ոչ թե այն է, որ բոլորը քայլեն, այլ իրենց հաշմանդամությամբ կարողանան լիարժեք ինտեգրվել, սայլակով պարել, սայլակով օգնել, սայլակով բարձրանալ, մեկ ձեռքով կարողանան լվացվել։ Այսինքն ամբողջապես կյանքի սենյակը 2025 թվականին բացվեց եւ մենք ամբողջականացրեցինք վերականգնողական բուժման բոլոր ծառայությունները։ Սա սովորական ստանդարտ բարձրություն։ Ամեն ինչ արված այնպես, ինչպես իրանք ունենալու են կենցաղում։ Հատուկ հաշմանդամի ստանդարտներով։ Սա արդեն խոհանոցային հատվածն է։ Համաչափ շուրջ 200 տուն արդեն հարմարեցված է տղաների համար, եւ ծրագրի մասին կազմում։ 200 բնակարան զուգարաններով, պանոցներով հարմարեցված է արդեն ծրագրի շրջանակներում եւ կառուցվում է նաեւ բալահովիտի երկհատվածը, որը կառուցում հատկացրեց մահացները։ Այստեղ մեքենայի խնդիրն է, որ ինքը սայլակից ինքնուրույն անցնում է գոնե ծառի սա տեղավորված է։ Այստեղ արդեն սովորում եմ ինչպես ինքնին տեղադրել մեքենայի մեջ եւ ինչպես մեքենայի իջեցնել, որպեսզի միանունակ կարողանան աշխատանքի Եվ երկու օր առաջ Պաշտպանության նախարարությունը քննարկում է եւ մեր օրակարգի առաջին ամենակարևոր խնդիրներից մեկը դա է, որ սահմանափակումով ընդհանրապես մարդկանց ծառայության ներգրավը եւ ամենավան զինված ուժերի սպառազինության եւ տեխնիկայի բնույթն է փոխվում եւ ասենք օրինակ այս սենյակից կարելի է մարտական հետապահություն դարձնել ԱԹՍ-ով եւ այլն ամենատարբեր բաներով առաջիկայում այդ խնդիրը կլուծվի, բայց դա էլ է պետք մի բան պետք է արձանագրել, որ դա մեզ համար բացարձակապես նոր եւ անծանոթ թեմա է։ Այսինքն այստեղ պետք է մենք հասկանում ենք եւ ընդունում ենք, որ նաեւ ակնկալվում է, որ ավելի արագ որոշումներ կայացնեն, բայց ինքը համակարգի կարևոր օղակներից մեկն է, եթե իրան ճիշտ չմոդելավորենք եւ ճիշտ չտեղադրենք, ամբողջ համակարգի գործունեությունը կարող է խաթարել։ Այսինքն դրա համար այդ խնդիրը առանց չափազանության երկշաբթի օրը մեր քննարկման, այսինքն այսօր չորեքշաբթի է, երեքշաբթի առաջ օրը մեր քննարկման կարևոր թեմաներից, բայց ասում եմ, այդ խնդիրը մենք ոչ մենք Այդ ունենք փրկարարությունում, այդ ունենք ոստիկանությունում, այդ ունենք սահմանապահությունում։ Հաստատ կլուծվի, հենց որ շարունակենք դες լավ ֆորմա է մեջ մտան, որ դիտավորից տարվա ընթացքում դուք ինչքան եք Շնորհակալ եմ դալը, բայց բուժումներով դալը Այսինքն քանի կա որ տարվա մեջ անպայման գալիս է կրկնվող ես նկատում Բոլորային եւ որոշակի հնարավորությունների համար դառնալու երկու պատասխան դա կոչվում է պահպանողական բուժում։ Սիմվոլիկ տակ ֆինանսավորումը քանի տոկոսն է որ գալիս է պետական կառավարության ծրագրերով եւ քանի տոկոսն է որ այլ ծրագրերով 40-60 ընդհանուր հարաբերակցությունը մեր բարեգործական մուտքերը 40% են կազմում եւ մեր 60% մուտքերը կազմում են մեր վճարովի ծառայությունները եւ պետական պատվերը որից 4 միլիարդ բոլոր տարիների դա պետական ծրագրերի շրջանակում արվել մնացած է հələ գործառնական որում վճարը քաղաքացիներ որոնք այսպիսի բուժում Պակիստանային դուրս է ինսուլտից հետո ասենք ավտոավարից որտեղ մենք երբ որ սկսում ենք համաչափել սկսում ենք հիմնականում պետք է ուժեղանա բարեգործականով են ունենում
Հիմա բարեգործականը գնալով նվազում է եւ ավելի շատ գործառնական է, ինստիտուցիոնալ է գալի եւ կարող է Դա դառնում արդեն ինստիտուտ։ Ինքը արդեն կայացած հիմնարկ է։ Ուրիշ բան է։ Ինքը կայացած հիմնարկ է։ Ներքև է ինչ։ Դեպի ամեն սրա այս որ օգտագործում ենք ծանր սարքերի համար, դե աղոթարան սարքեցինք տղաների համար, որ տղաները 24 ժամ կարող առաստված սարքվածում աղոթվածներ, այս հատվածները վերանորոգել ամբողջությամբ, այսին շենքում ամբողջությամբ բացի տանիք ամենը առված է։ Միայն մանս է, բայց այսօր աշխարհն է որ այցը վաղ ամբողջովին մաքրել է։ Նաև այստեղ բառանահատուկ է լամինար ոսկը, որը որ զերծությունն է միանգամից ապահովում, սա միջազգային ստանդարտ է։ Լամինար ոսկը շատ թանկ է անել, լամինար ոսկով օպերացիաները։ Ամեն հեպա ֆիլտրերով միշտ դրական ճնշում ունի, դիստերկաչ։ Ընդհանուր առմամբ պարվել է 1237 վիրահատություն բացման օրվանից, 24 թվականի մայիսի 60-ը եղավ։ Նստել պասիվ սպասել, ինչպես դուք եք ասում, հայերի բնականաբար շատ գոհ են, շնորհակալ ենք այն մարդկանց, ովքեր ներդրումը անում են բարեգործական նպատակներով։ Դա երաշխիք է, որ հիմնակը երկարաժամկետ կայունություն կլինի։ Վաղը մյուս օրը հիմա ինչ որ նկարագրեցիք այդ բոլոր ուղղություններով որ գնա, սա արդյունքում կարա դառնա մեծ ներդրումային նախագիծ իր բոլոր ենթակառուցվածքներով, որը Մենք ուզում ենք հիմա այդ ծրագիրը ներկայացնենք հնարման, որ անգամ կայանացել ենք արդեն որ կարող ենք արտահանում անել եւ այդ արտահանման համար ինչը մեզ հրաժեշտեց։ Այս միշտ բացակայելա գալ սոչում է։ Դրամ։ Անեցեք։ Դրամ։